Ժողովուրդ ջան, մենք պետք է հասկանանք, մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն, մենք այդ մուրացող այս կեղտի խաղաղությունը չենք ընդունելու, մենք ընդունելու ենք միայն արժանապատիվ խաղաղություն, սա է լինելու մեր խաղաղությունը, եւ մենք հասնելու ենք այդ խաղաղությունը, մենք ունենալու ենք այդ խաղաղությունը, հանգիստ եղեք, մենք ընդունելու ենք այնպեսի մոտեցում, երբ որ կգան կառավարման, բացի նրանից, որ այսօր օրվատությամբ երաշխիքները ԱՄՆ-ն ու Եվրամիությունն են մոտակա 3 տարին պատերազմ չի լինելու լայնածավալ, իմացեք, դա 100% չի լինելու լայնածավալ պատերազմ։ Սադրանքներ կարան լինեն նրա պատճառով, որ թողեն սրան, որ սահմանը այլի աթորին։ Ասում եմ, այս իրանց խաղն է, Ալիև, Էրդողան, Փաշինյանի խաղերն են։ Բայց քանի որ երաշխիքները մոտակա 3 տարին դեռևս կան, այս 3 տարին պետք է մենք ճիշտ օգտագործենք։ Այս 3 տարվա մեջ մենք պետք է այնպեսի մոտեցումներ իրականացնենք, ոնց որ համապարփակ անվտանգության համակարգն է։ Դա պետք է կիրառենք եւ կտենանք, թե մենք ինչ ուժեղ եւ պինդ պետություն ենք լինելու եւ ոչ մեկ չի ուզենա մեր այդ պատերազմի գնալ, որտեղ իրանց ունեցած զոհերը այդ պարագայում կլինեն անհամեմատ եւ իրը ոչ մեկին ձեռ չի տալու Հայաստանի հետ պատերազմի գնալ։ Էլ չեմ ասում նրա մասին, որ եթե մենք ուր համախմբված ժողովուրդ դառնանք, մենք կունենանք ուժեղ պետություն, ուժեղ տնտեսությունը ներդրվում այն ուժեղ հոսքերը ապահովելու, այդ ամեն ինչը մեզ ուժեղացնելու է օրից օր, 3-ից 10 տարվա մեջ դուք չեք ճանաչի Հայաստանը, ժողովուրդ ջան, իմացեք, պինդ եղեք, մեզ պետք է արժանապատիվ ձևի ապրենք, մենք այն ազգը չենք, որ մեր դեմը ինչ-որ գցեն, մենք ուտենք, խնդրում եմ ձեզ, ճիշտ հասկացեք, պինդ եղեք, հավաքվենք իրար հետ և փոփոխություններ կատարենք, շնորհակալություն, հարազատներ։